Հայաստանում որոշումներ կայացնողները որևէ կապ չունեն գիտության։ Թեմաներ կան, որ ախր արդիականության հետ ընդհանրապես կապ չունեն, բայց այդ թեմաներով մարդիկ տասնյակ միլիոնի դրամաշնորհներ են ստանում։ Դրսի երկրները, տարբեր օտարերկրյա պետություններ գնում են հայ գիտնականների ուղեղը, դա լինում է ուղեղների արտահոսքի տեսքով։ Ուրարտագիտության ոլորտում մեր դրոշակը թուրքերը մեր ձեռքից վերցնում են։ Էլ որ պետությունը, եթե ոչ Հայաստանի Հանրապետությունը, պիտի հայագիտության զարգացման մասին մտածի։ Գիտնականը բիզնեսմենից տարբերվում է նրանով, որ գիտնականը քչով է բավարարվում։ Գիտնականին պետք է տալ այնքան, ինչքան նա պահանջում է, եւ փոխարենը նրանից ոչինչ չպահանջի։ Անդադ Ժան Անդրեասյանն ասում է բարձրացրել ենք։ Գիտնականը չի նշանակում ինչ որ մի բանի հասավ եւ վերջ կանգնեցել, նա արդեն գիտնական է։ Նա անդադ աճելու հնարավորություն պիտի ունենա եւ դա երկրորդ գիտական աստիճանն էր գիտությունների դոկտորի, որ հիմա ընդհանրապես Հայաստանում չի լինելու։ Հարգելի, սիրելի ընկերներ։ Ատոմ ջան, նույնիսկ ես եմ հիշում, համոզված եմ դու ավելի լավ կհիշես մեր մանկության պատանեկության ժամանակներում մեր մեծերը մեզ ում էին ուղղորդում, որ մենք նմանվենք։ Օրինակ ես հիշում եմ, ինձ ուղղորդում էին, որ նմանվեմ Վիկտոր Համբարձումյանին։ Գիտնականի կերպարը այն ժամանակներում հատկապես շատ բարձր էր գնահատվում ու շատ բարձր արժեք ուներ։ Ինչը հիմա այս վիճակի հետ կապված ցավոք չի կարելի ասել։ Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք կարևոր հարցեր ենք քննարկելու կրկին եւ ծրագրային։ Դիտարկումներ ենք ունենալու, խնդիրներ ենք բարձրաձայնելու եւ լուծումներ ենք առաջարկելու կապված գիտության ոլորտի հետ, կարևորագույն ոլորտ, մեզ համար ազգային անվտանգության հիմնարար նշանակություն ունեցող ոլորտ։ Եվ այսօր այստեղ այս կարևոր հարցերին պատասխանելու գործում կաջակցի Ատոմ Մխիթարյանը, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու դոցենտ, թեև արդեն կարծես թե բոլորս ավտոմատ դոկտոր ենք դառել։ Ատոմ Մխիթարյանը Հայ-ԱԿՖ ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ է եւ շատ երկար տարիներ արդյունավետ կերպով ներգրաված է եղել եւ կրթության եւ գիտության կառավարման բնագավառներում։ Շատ շնորհակալություն Ատոմ ջան այս կարևոր զրույցը վարելու համար։ Ու սկսենք այդ հարցից, թե ընդհանուր առմամբ ինչ արժեք է այսօր տրվում գիտնականին, ինչ կերպար ունի այսօր գիտնականը։ Այսօր գիտական աշխատանքը դիտվում է արդյոք արժանավայել աշխատանք։ Երիտասարդի մոտ ձգտում առաջանում է գիտությամբ զբաղվելու, թե չի առաջանում, եւ ինչքանով է դա կարեւոր, ինչ տեսանկյունից է դա կարեւոր այսօրվա իրականության պայմաններում։ Սկսենք այս հարցը քննարկելուց, հետո ավելի առարկայորեն կանցնենք գիտության կառավարման ոլորտի մնացած բոլոր խնդիրներին։ Շատ շնորհակալություն եւ շատ շնորհակալություն այն բառերով կամ խոսքով, որ դուք սկսեցիք, չգիտեմ տեղյակ եք թե չէ, ուրեմն Վիկտոր Համբարձումյանը ունեցել է կարևոր նշանակություն իմ մասնագիտության ընտրության մեջ։ Ուրեմն միանգամից պատմեմ, երևի առաջին անգամն եմ այսպես պատմելու։ Ուրեմն ես, ինչպես եւ դուք, ինչպես եւ մեր սերունդի շատ երեխաներ, դպրոցում այո, մենք անցնում ենք եւ դասագրքերի վրա կար հայտնի գիտնականների մեծ հայերի նկարները, նրանց կենսագրությունը եւ բոլորս հպարտանում էինք դրանով եւ իսկապես յուրաքանչյուր մեկին, որ ասում էր օրինակ մեծանաս ինչ ես դառնալու, չէ, ծնողները, պապիկ, տատիկները միշտ հարցնում էին, այո, դրանց մեջ նաեւ ուսուցիչն էր, որովհետեւ շատ հարգի էր ուսուցիչը, մանկավարժը, գիտնականը եւ այլն։ Եվ այս ուրեմն նույն միջավայրում դաստիարակված լինելով ինձ բախտ վիճակվեց 5-րդ դասարանում առաջին անգամ մասնակցել ուրեմն աստղագետների, պատանի աստղագետների օլիմպիադայի։ Ուրեմն խորհրդային ժամանակներ, վերջին տարիներն էին, ավանգարդ թերթ կար, ավանգարդ թերթում այո, տպագրվել էր, եթե չեմ սխալվում, կոմունիստական երիտասարդական միության պաշտոնաթերթն էր, եթե չեմ սխալվում, կոմերտ միության, այսինքն տպագրվել էր հարցեր եւ երեխաները, դպրոցականները կարող էին այդ հարցերին պատասխանել, գրավոր ուղարկել։ Ուրեմն ամառային արձակուրդների ժամանակ այդ գործով զբաղվեցի, ուսումնասիրեցի աստղագիտությունը եւ զարմանս ասում է սեպտեմբերին ինձ եկավ նամակ Երևանից, որովհետեւ ես Երևանում չեմ ծնվել, Երևանում չեմ ապրել։ Սպիտակի շրջան։ Այո։
Եվ ուրեմն նամակի մեջ գրված էր, որ դուք հաղթահարել եք առաջին փուլը եւ հրավիրվում եք Երևան մասնակցելու աստղագետների հանրապետական օլիմպիադային։ 5-րդ դասանի երեխա եւ իմ ուսուցչի հետ ուղեկցությամբ ես եկա առաջին անգամ Երևան։ Հետո այդ օլիմպիադան տեղի ունեցավ, ես պարզվեց տարիքով եւ հասակով փոքր մասնակիցն էի, իսկ մրցանակների հանձնման արարողությունը կազմակերպվեց Բյուրականում։ Տեսեք ինչ երազանք էր, էլի, ուրեմն Բյուրականում, քանի որ նորից ես մրցանակ շահեցի 5-րդ դասարանում եւ ամենափոքր տարիքով մասնակիցն էի, Վիկտոր Համբարձումյանը հանձնեց մրցանակը, շոյեց գլուխս։ Ես պատկերացնում եմ ինչ զգացողություններ էր եւ դա դարձավ իսկապես ճակատագրական, որովհետեւ ես դպրոցը ավարտելուց հետո մինչեւ ավարտել արդեն որոշել էի, թե մոտավորապես ինչ եմ ուզում դառնալ եւ ես ընդունվեցի Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, ընդ որում ասեմ այն ժամանակ այժմյան հիմիկվա նման չի, էլի, որ ով դիմում է ըստ էության դրական գնահատականներ ստանալով ընդունվում է, մեծ մրցույթ էր։ Իսկ ես քանի որ ավարտել էի միջնակարգ դպրոցեր այն ժամանակ, միջնակարգ դպրոցը մեդալով 1 քննություն էիր հանձնում, այսինքն տեսեք, սա էլ է, էլի արժեք, չէ՞, մարդը եթե լավ է սովորել, մեդալով ավարտել, հիմա չկա այդ դեպասը։ Մեդալով ավարտելը 1 քննություն եթե գերազանց ես ստանում, միանգամից դառնում ես ուսանող։ Եվ այդպես ճակատագրական Վիկտոր Համբարձումյանը, այո, գլուխը շոյել։ Այս պատմությունը բավական է, այդպես ֆորմալ ձևակերպումներ անելու, տերմիններ օգտագործելու փոխարեն, ինձ թվում է այս պատմությունը բավական է ցույց տալու այն համեմատական վիճակը, որ ինչ կարևորություն էր տրվում այն ժամանակ գիտությանը եւ ինչ կարևորություն է տրվում այսօր, ցավոք սրտի, Խորհրդային Միության փլուզումից, Հայաստանի անկախացումից հետո շատ կտրուկ ձևով սկսեց թերարժևորվել գիտնականի կերպարը, գիտնականի հանգամանքը, դա առաջին հերթին կապված էր եւ նյութական պայմանների եւ արտոնությունների բացակայության հետ, բազմաթիվ, բնականաբար դա ուներ նաեւ որոշակիորեն օբյեկտիվ պատճառներ, արդյունաբերական կապերի, գիտական կապերի խզում, բայց պետությունը ինչու է պետություն, որ այդ ոլորտին չպետք է դարձնի համապատասխան ուշադրություն։ 30,000 թիվը կարող ենք ասել, 30,000-ի էր հասնում գիտական համակազմի թիվը խորհրդային Հայաստանում, այսօր 8 անգամ ավելի քիչ է, քան այն ժամանակներում, սա արդեն իսկ ցուցիչ է։ Գիտնականի հետ կապված մյուս հանգամանքը հանրային ընկալման մեջ այն է, որ գիտնականը չի ապրում արժանավայել կյանքով։ Ինքը չի ստանում լավ աշխատավարձ եւ հետեւաբար իր համար չի ապահովում նորմալ արժանավայել կյանք, ինչը երիտասարդի համար դա գրավիչ չի դարձնում։ Եվ եթե այն ժամանակ քո պատանի վիճակում ես պատկերացնում եմ ինչ զգացողություններ էին առաջացել, որովհետև մենք քնում էինք եւ զարթնում էինք եւ այդ գիտնականների կերպարը մեզ համար ուղղորդիչ նշանակություն ուներ, ապա հիմա ցավոք ես կարող եմ ասել, որ մեր երեխաները, մեր պատանիները շատ քչերն են, որ գիտնականներին ճանաչում են եւ կարեւորում են այդ հանգամանքը։ Ուստի այստեղ պետք է գալ պետության հոգացության տարբեր ձևերին, ինչպես անել, որ պետությունը գիտության նկատմամբ հոգ տանի եւ անի այնպես, որ ընդհանուր առմամբ գիտությունը դրվի պետության որոշումների կայացման հիմքում տարբեր բնագավառներում, անվտանգություն, տնտեսություն, մշակույթ եւ այլն, գիտություն դրվի։ Հիմա գանք այդ հանգամանքներից առաջինին, ֆինանսավորման հարցին։ Ամեն ինչի երևի թե դրանից է սկսվում։ 2021 թվականին ակադեմիայի գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացվել են։ Եվ այս հանգամանքը մենք գրեթե ամեն ամիս շարունակ ԿԳՄՍ ղեկավարների կողմից լսում ենք, որ բարձրացրել են աշխատավարձերը, բարձրացրել են, այդպես, ինչ ասեմ, շնորհակալություն, շատ շնորհակալություն, շատ լավ է, ապրեք, որ բարձրացրել եք։ Հիմա սա այս վիճակը բավական է կամ շատ էական ազդեցություն թողել է արդյոք գիտության ընդհանուր զարգացման մակարդակի վրա։ Նայեք, որպեսզի հասկանալի լինի, թե մենք ինչի մասին ենք խոսում, ընդհանրապես ինչի համար է կարևոր գիտությունը։ Չէ՞ որ մարդիկ ինքնանպատակ չի այդ գիտությամբ զբաղվելը կամ պետության
գիտության ուղղությամբ, այո, քաղաքականություն վարելը։ Ուրեմն այն երկրներն են ավելի արագ տեմպերով կարողանում զարգանալ, որոնք իրենց տնտեսության հիմքում դնում են գիտական նորարարությունները, ձեռքբերումները, գիտնականներին եւ այլն։ Եվ այն երկրները կարող են իրենց թույլ տալ շռայլություն, ճակերտներում ասեմ, այսինքն գիտության մեծ ֆինանսավորում, որոնք հետագայում շատ մեծ թռիչք են ապրել։ Օրինակ տեսեք, հենց ֆինանսավորումից ենք հիմա խոսում, դա համեմատում են սովորաբար համախառն ներքին արդյունքի տոկոսի հետ, թե այսինքն ինչքան արդյունք է ստեղծում այդ երկիրը տարվա ընթացքում, դրա ինչքանը հատկացնենք գիտությանը, որպեսզի լավ լինի։ Ուրեմն միջինը որպեսզի էլի երկրի տնտեսությունը զարգանա։ Այո, որովհետև դրա համար է գիտությունը, թե չէ առանց գիտության ուղղակի ամեն ինչ կանգ կանգնի, չէ, որովհետև այն ամեն ինչը ինչ որ մենք հիմա անում ենք, տեսեք, խոսում ենք, մեզ դիտում են մնացած բաները, դա գիտության շնորհիվ է, առանց դրա այդքան զարգացում չէր կարող ունենալ։ Մանավանդ այս 21-րդ դարում, երբ որ զարգացումը արդեն էքսպոնենցիալ կերպով է աճում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մնացած բաներ, արհեստական բանականություն։ Այո, այդ ամեն ինչը ըստ էության գիտության շնորհիվ է։ Հիմա տեսեք, ուրեմն եվրոպական երկրներում, եվրոպական միության երկրներում մոտավորապես 2.5% համախառն ներքին արդյունքի յուրաքանչյուր երկրի միջինը հատկացվում է գիտության ֆինանսավորմանը։ Ուրեմն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսրայելը կամ Հարավային Կորեան, 4.5%-ից ավելին է իրենց համախառն ներքին արդյունքին, որ տրվում է գիտությանը։ 23 թվականի դրությամբ ներողություն եմ խնդրում, Իսրայելի արդյունքը 6% է, նույնիսկ առնվազն ռեկորդային ցուցանիշ։ Այո, սա տեսեք ինչի մասին է, եւ դրանից հետո ինչ եղավ, դուք էլ կարող եք ասել, այսինքն այդ ամբողջը գնում է նաեւ միանգամից ռազմաարդյունաբերություն, մնացած ոլորտները, որտեղ այդտեղ էլ է գիտություն։ Հիմա Հայաստանում ինչ ունենք, ուրեմն պարզվում է այդ ձեր ասած ֆինանսավորումը, որ մեծացել է, ուրեմն ուշադրություն 0.28%-ից բարձրացել է մինչև 0.35%։ Այսինքն այս թվերը ամեն ինչի մասին ասում են։ Սա նշանակում է, որ ընդ որում մի բան էլ ասեմ։ Տեսեք, 2021 թվականից ասացիք, որոշակի ֆինանսական աճ եղավ գիտության ոլորտի Հայաստանում, 2023 թվականին բյուջեով հատկացվեց գիտությանը 30 միլիարդ դրամ։ Բայց տարեվերջին պարզվեց, որ այդ 30 միլիարդից հնարավոր է եղել ծախսել ընդամենը 23 միլիարդ։ Եվ 7 միլիարդը հետ տրվեց պետական բյուջե։ Ինչի հետ է դա կապված։ Մի քանի հանգամանքներ կան։ Այսինքն այնպես չի, որ բացարձակ թվերը մեծացան եւ ամեն ինչ լավ է լինելու։ Այդպես չի, որովհետեւ գիտնականների թիվը մինչեւ այդ եւ հիմա էլ շարունակում է անընդհատ անկում ապրել։ Եվ այդ գիտնականների թիվը, քանի որ շատ քիչ է, չեն կարողանում նրանք ամբողջությամբ ընկալել, վերցնել այդ ամբողջ ֆինանսավորումը, ծախսելու տեղ չկա կոպիտ ասած։ Եվ ստիպված է, այո, եւ սա նշանակում է, որ պետությունը, այսօրվա իշխանությունները չեն կարողանում նույնիսկ պլանավորել այդ հասարակ բանը, որ մոտավորապես գոնե պլանավորեք, որպեսզի գոնե այդ ամփոփությունը չլինի, որ գումարը նորից հետ չգնա։ Դա լավ բան չի, նորից եմ ասում, այսինքն խնայել գումարները, որը հատկացված էր գիտությանը, դա անփութության հետևանք է։ Որոշ երկրներում իդեպ դրա համար նաև պատիժներ կան։ Հայաստանում ցավոք սրտի այդպիսի բաներ չկան։ Հիմա գիտնականների թիվը իսկապես մոտավորապես 30,000 ենք ունեցել։ Հայաստանում հիմա եւ վերջին տվյալներով 25 թվականի տվյալներն եմ ասում, գիտնականների թիվն էլ հաշվում են 1 միլիոն բնակչի հաշվին հասնող ամբողջ դրույքով աշխատող գիտնականներով։ Ուրեմն Հայաստանում այս թիվը այս տարի եղել է 1040։ Այսինքն բոլորը իրար հետ 3000-ից մի քիչ ավելի գիտնականներ են եւ քանի որ բնակչությունը 3 միլիոն է, 1 միլիոնին հասնում է Հայաստանում 1040 գիտնական։ Ուրեմն ուշադիր, նույն թիվը Ադրբեջանում 1680 է 1 միլիոն բնակչի հաշվին։ Վրաստանում 1750 է։ Թուրքիայում մեր հարևան երկրներն եմ ասում 2400 է 1 միլիոն բնակչի հաշվին։ Մոտավորապես 3000 Ռուսաստանում է հասնում։ Տեսեք Ռուսաստանի բնակչությունը գիտնականների թիվը։ Միացյալ Նահանգներում 4800 է 1 միլիոն բնակչին։ Իսկ այնպիսի հյուսիսային արևմտյան Եվրոպայի երկրներ, ինչպիսիք են օրինակ Դանիան, Շվեդիան, այնտեղ 8000-ից ավելի է։
Եվ գիտեք սա ինչի համար եմ ասում, որովհետև ովքեր որ գոնե բնագետներ են կհիշեն, չեմ հիշում դպրոցական դասագրքերում գուցեև կար, բայց բուհական դասագրքերում հաստատ կար Գաուսի բաշխման մասին այդպիսի կոր կա, որը հավասարաչափ բաշխում է ենթադրում եւ օպտիմալը, եթե դու ուզում ես ինչ-որ այդ կորը ընդհանրապես օգուտ տա, այդ կորը պետք է ընդհանուր, որովհետև բաշխումը երբեք չի փոխվում, էլի, այսինքն լավ գիտնականներն են այստեղ, վատ գիտնականները դրանք քիչ են, հիմնականում միջին գիտնականներն են ավելի շատ թվով։ Եվ եթե դու ուզում ես, որպեսզի գիտության մեջ գիտնականների թիվը մեծանա, չես կարող կտրել այդ կորը եւ օրինակ վատ գիտնականներին հանել, ինչպեսի միտում ես հիմա տեսնում եմ, էլի, միտումն է դա, բայց դա չի ստացվում։ Կորը նորից փլուզվում է եւ ստանում է էլի այդ Գաուսի հավասարաչափ բաշխման ձևը, նորմալ բաշխում։ Այսինքն պետք է այդ կորը բարձրացնելու համար գիտնականների թիվը ընդհանուր մեծացնել, որովհետեւ միշտ էլ կլինեն արդյունավետ աշխատող գիտնականներ, ոչ արդյունավետ աշխատող գիտնականներ եւ այլն։ Իսկ որը Հայաստանում ընդհանրապես չի արվում, գիտնականների թիվը կտրուկ ընկել է։ Ուրիշ խնդիր կա նաեւ Հայաստանում։ Այն տարիքը, երբ որ գիտնականը սկսում է արդյունավետ աշխատել, այդ տարիքը հիմնականում 30-35-ից մինչև 50 տարեկաններն են։ Հայաստանում, ուրեմն գիտնականների թիվը կորը տարիքից կախված, ուրեմն նա երիտասարդ տարիքում ահագին բարձր է, հետո ճեղքված կա անկում։ Հենց այդ անկումը համընկնում է միջին տարիքի վրա։ Եվ հետո բարձրանում է 60 պլյուսները, 70-ները շատ։ Հասկացաք, այսինքն կոր կա։ Այսինքն մինչև պաշտպանելը, տեխնացուական պաշտպանելը, բան այդ առաջ շրջանում ակտիվ զբաղվում է, հետո թողնում է, հետո վերադառնում է ավելի առաջացած տարիքում, ինչ ոչ էլ վերադառնում է, որովհետեւ հիմիկվա մնացածներն են, ովքեր որ մնացել են, այսինքն ծերանում գիտական համակարգը, 70-80 տարեկանները, դրանք ըստ էության խորհրդային վերջին շրջանի լավագույն գիտնականներն էին, որոնք իրենց ծաղկուն շրջանում էին, եւ նրանք ուղղակի գիտությունից դուրս չեն եկել եւ իներցիայով դեռևս շարունակում են։ Այն նրանց փոխարինող սերունդը չկա, որովհետեւ իսկ հիմա երիտասարդներից ոմանք անցնում են դեպի գիտություն, պաշտպանելուց հետո գիտական աստիճան են ձեռք բերում կամ փոխում են ոլորտը, այսինքն դուրս են գալիս գիտությունից եւ գնում են ուրիշ ոլորտներ։ Այդ դեռ լավագույն դեպքում կամ լքում են Հայաստանը, որովհետեւ եթե գիտական աշխատանքով ես դու զբաղվելու, նույն բանը անում ես Հայաստանում եւ նույն բանը անես եվրոպական երկրներում կամ առավել եւս Միացյալ Նահանգներում, դու ստանում ես մոտավորապես 10 անգամ ավելի շատ եկամուտ։ Պայմանները էականորեն տարբերվում են։ Այո, շատ ցավալի է այս վիճակը եւ պետք է եւս մեկ անգամ շեշտել, որ գիտությունը իսկապես ինքնանպատակ չի, գիտությունը բարիք է ստեղծում, գիտությունը տնտեսություն է զարգացնում, գիտությունը իրականություն է փոխում եւ ոչ միայն տնտեսությունը, ոչ միայն շոշափելին, նաեւ օրինակ հենց արտաքին քաղաքականությունը։ Եթե գիտականորեն վերիֆիկացված տվյալներ չեն դրվում արտաքին քաղաքականության հիմքում եւ արտաքին քաղաքական որոշումներ ընդունվում են օրինակ բութ մատի կանոնով, բութ մատին նայելով կամ պարզապես տպավորությունների հիման վրա, դրա համար էլ ունենում ենք այսպիսի աղետալի վիճակ։ Իսկ իրականում այո, շկոլաները անհրաժեշտ են, որպեսզի շկոլաներ ստեղծվեն եւ այդտեղ շարունակականությունը ապահովի, որովհետեւ առաջացած տարիքի մեր այն գիտնականներ, ովքեր որ խորհրդային շրջանի այդպես լավագույն ավանդույթներ իրենց մեջ արկա են, նրանք հիմա իրենց փորձը փոխանցելու տեղ չունեն փաստորեն։ Եվ այն տխուր իրականությունը, որ այդ չնչին հատկացումները գիտության ուղղված չնչին հատկացումների մի մասն էլ դեռևս վերադառնում է պետական բյուջե, սա նրա իրողությունն է, որ գիտությունը չի պլանավորվում, գիտական պլանավորում տեղի չի ունենում։ Ինչու տեղի չի ունենում, որովհետև պետությունը իր առաջնահերթությունները գիտության առջև դրված իր առաջնահերթությունները հստակ չի սահմանում։ Ես ուզում եմ ասել, որ բացի աշխատավարձերի բարձրացումից գիտական համակազմի, հատկապես ակադեմիայի ըստ էության վերջին շրջանի, նաև վերջին շրջանում դրամաշնորհներն են աճել, բայց այդ դրամաշնորհների տրման մեջ, դրանց բովանդակության թեմայի մեջ, ինչ որ հստակ պետական առաջնահերթությունների կարիքներից բխող տրամաբանություն մենք չենք տեսնում։ Այսինքն գիտական դրամաշնորհի չափը հայտարարվում է, ով որ ներկայացնում է ինչ ծրագիր որ ներկայացվում է, կապված այդ ծրագրի տեխնիկական բնութագրերից ընդունվում է որոշում։ Իհարկե կարևոր է, որ
ակադեմիական ազատություն լինի, որ մարդկանց գիտական նախասիրությունները բավարարվեն, բայց պետության իմաստը կայանում է նրանում, որ պետությունը առաջնահերթ ֆինանսավորումը ուղղի այն ոլորտներին, որոնք որ իր համար կարևոր են, իսկ որ ոլորտներն են կարևոր, այն, որոնք որ կապված են անվտանգության հետ։ Ու այդ անվտանգության թե ռազմարտությունաբերական բաղադրիչը, թե կրթական հոգեբանական բաղադրիչը, դրանք բազմաթիվ են։ Եվ այսօր ինչպես անենք, որպեսզի այդ պլանավորումը տեղի ունենա։ Ձևերից մեկը այն է, որ գերատեսչությունները, պետական գերատեսչությունները, կրթական եւ գիտական կազմակերպությունները պետք է իրար հետ խոսեն, իրար հետ ինչ-որ հաղորդակցության օղակներ ունենան, որոնց միջոցով հնարավոր կլինի ձևակերպել պետության այդ գերակայությունները գիտության ոլորտում եւ գումարները, որպեսզի այդպիսի հետդարձ չլինի այդքան չնչին գումարների։ Այո, լրիվ համաձայն եմ եւ ես մտածում եմ, որ Հայաստանում իշխանության փոփոխությունից անմիջապես հետո պետք է վերադառնալ նրան, որ գիտությունը եւ գիտնականը էական նշանակություն ունենա Հայաստանում քաղաքական մակարդակում որոշումներ կայացնելու վրա։ Տեսեք, վերջին շրջանում ինչ է տեղի ունեցել։ Մենք ունեինք օրենք, որի մեջ գրված էր, որ Գիտությունների ազգային ակադեմիան, որտեղ կուտակված է Հայաստանի գիտական պոտենցիալի զգալի մասը, նա հանդիսանում էր Հայաստանի կառավարության խորհրդատուն։ Եվ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը, նախագահը մասնակցում էր կառավարության նիստերին եւ անհրաժեշտության դեպքում, եթե կառավարությանը ինչ-որ բան հարկավոր էր լինում, Գիտությունների ակադեմիան հանձն էր առնում, որպեսզի որոշակի հետազոտություններ, վերլուծություններ անի, որոնք կդրվեին որոշումների կայացման հիմքում, որովհետեւ ինչքան հետազոտահեն են լինում որոշումները, այդքան պարզ է նրանց որակը ավելի բարձր է լինում եւ նրանք ավելի արդյունավետ են լինում հետագայում։ Հիմա ինչ եղավ, կամաց ակադեմիան նախ դուրս մղվեց, օրենքից ընդհանրապես հանվեց այդ բառակապակցությունը, ակադեմիայի պրեզիդենտը այլևս կառավարության նիստերին չի մասնակցում եւ գիտնականները, որովհետեւ դա լավ օղակ էր, այ ձեր ասած այդ միջավայրը չկա։ Օղակ էր, որտեղ հասկանալի էր լինում կառավարության առաջնահերթությունները որոնք են։ Այդ անպայման չի, որ դու ամեն ինչ գրես թղթի վրա եւ ասես սա է, որովհետեւ թղթի վրա գրած ունենք։ Օրինակ Հայաստանը ունի շատ լավ գրած առաջնահերթություններ, բայց դա ինչպես է իրականությունում գոյություն ունի, թե գոյություն չունի, ոչ մի տարբերություն չկա։ Կամաց դա դուրս մղվեց։ Հետո Հայաստանում որոշումներ կայացնողները որևէ կապ չունեն գիտության հետ եւ գիտնականները որևէ պատվեր, լավ իմաստով եմ ասում պատվեր, մարդիկ չմտածեն, որ պետք է գիտությունը քաղաքական պատվերի մասին խոսքը։ Այո, պետական պատվերի մասին։ Պետական պատվերի մասին է։ Որևէ պատվեր նրանք ցավոք սրտի չեն ստանում։ Եվ անհասկանալի է, ստացվում է մեզ մոտ, որ պետությունը գնում է ինչ-որ մի ուղով, գիտությունը, գիտնականներն էլ ամեն մեկը ինչպես կուզենա։ Հասկանում եք, եւ սա բերում է այս խառնաշփոթ իրավիճակը նրան, որ նույնիսկ նրանք ոչ թե իրար չեն օգնում, այլ խանգարում են։ Այսինքն դու կարող ես կառավարությանը կամ Հայաստանի պետությանը ինչ-որ մի բան պետք լինի, բայց դրա ուղղությամբ որևէ աշխատող գիտնական չլինի, կամ ընդհակառակը մի ուղղությամբ գիտնականները շատ մեծ ներդրում կարողանան ունենալ որևէ ոլորտի զարգացման մեջ, բայց կառավարությանը դա պետք չլինի։ Մյուս կարևոր ոնց որ հանգամանքը գիտնականի աշխատանքը հրապուրիչ դարձնելու եւ երիտասարդներ գիտության ոլորտ բերելու առումով այն է, որ որոշակի արտոնություններ, սոցիալական արտոնություններ են անհրաժեշտ գիտնականին, բացի բարձր աշխատավարձից, կներեք այն աշխատավարձը, որ հիմա ստանում է, այս գնաճի պայմաններում գիտնականը չի կարող լիարժեք այդ աշխատավարձով, որի մասին որ անդադ Ժան Անդրեասյանն ասում է բարձրացրել ենք, հա, եթե այն 60,000-ի կամ 80,000-ի համեմատ բարձրացվել է, հիմա ինչքան է ավագ գիտաշխատողը կամ առաջատար գիտաշխատողը։ Այստեղ ուրիշ խնդիր կա, դուք ասեք, ասեմ, այնպես չի որ բարձրացել է, եթե միանշան։ Շատ լավ, հա, բայց ամեն դեպքում այն աշխատավարձը, որ գիտնականը ստանում է, ինքը չի կարող միայն այդ աշխատավարձով լիարժեք զբաղվել գիտությամբ, հանգիստ լիարժեք առանց կողքից, չգիտեմ, ասենք երեխա պարապելու կամ այլ ասենք ինչ որ գործեր անելու, բացի ես նկատի ունեմ, ասենք գիտական դրամաշնորհները, ծրագրերը։
ինքը հանգիստ չի կարող, որովհետև գիտնականի համար երբեմն հանգստի շրջանել է պետք լինում։ Մարդու, ասենք, ստեղծագործական բանը, այդպես ինչ որ կարողությունը միշտ չի, չէ, որ պետք է, ասենք, պիկի վրա լինի։ Նվազում է, աճում է, այսպիսի բաներ են լինում ու դրա համար գիտնականին անհրաժեշտ է կայունություն։ Գիտնականը բիզնեսմենից տարբերվում է նրանով, որ գիտնականը քչով է բավարարվում, բայց այդ քիչը պետք է արժանավայել լինի։ Ինքը այդ քիչը իրեն համեմատաբար քիչ է իրեն գումար հասնում, բայց դա կայուն է, եւ դրա համար նա այդ ստեղծագործական որոշակի անկումների պահին ինքը կայունություն է զգում, ինքը վստահություն է զգում, բայց այդ քիչն էլ պետք է շատ նորմալ լինի, նորմալ քիչ լինի։ Եվ սրանից բացի մի ուրիշ կարևոր ասպեկտ էլ կա այստեղ, որ գիտնականի գործունեության մյուս տեսակները, վարձատրության մյուս տեսակները, բացի աշխատավարձերից, հա, իրեն արտոնություններ չեն տալիս։ Օրինակ, ասենք, գիտական դրամաշնորհի հետ կապված, երբ որ լրավճար է գալիս կամ հոդված հրապարակելու հետ կապված լրավճար է գալիս, նույն հարկման մեխանիզմով ինչ որ մյուս ոլորտներն են հարկվում, այդ հարկումը նույնպես իրականացվում է եւ օրինակ լրավճարից կամ դրամաշնորհից եկամտահարկը իրան չի վերադարձվում, որպեսզի օրինակ ասենք ուղղվի հիպոթեկի եւ այլն։ Սա ամենապրիմիտիվ բանի մասին եմ ես ասում, որ այստեղ պետությունը կարող է էլի այդպես մի փոքր կարգավորում անի եւ որոշակի արտոնություն տա գիտնականին։ Այո, գիտնականները որևէ սոցիալական արտոնությունից ըստ էության չեն օգտվում, որը օրինակ շատերը հիշում են, որ շատ գիտնականներ հենց դրա համար էին նաև գիտությունը ընտրում, որովհետև երիտասարդ տարիքում օրինակ հնարավորություններ ունենում բնակարան ձեռք բերելու կամ որոշակի սոցիալական նպաստներից օգտվելու, օրինակ ապահովագրություն, բժշկական լայն պոլիս ունենալու եւ այլն, իսկ այդ ամբողջը օրինակ արտասահմանում տրվում է գիտնականին։ Դու զբաղվի միայն քո գիտությամբ, դու ըստ էության ամեն ինչ ապահովված է քեզ համար։ Մենք ես էլի իմ արդեն ուսանողական տարիներից հիշեցի, ուրեմն ակադեմիկոս Գուրգեն Սահակյանն էր մեզ դաս տալիս 5-րդ կուրսում եւ ուրեմն մի անգամ հարց տվեցինք, թե օրինակ գիտնականին ինչքան աշխատավարձ պետք է տալ, որովհետեւ դա արդեն նորանկախ Հայաստանի առաջի տարիներն էին, ինչքան աշխատավարձ պետք է տալ, որպեսզի նա բավարարված զգա իրեն եւ զբաղվի իր գիտությամբ։ Նա մի խելացի բան ասաց, որը ես ուղղակի կուզենամ կրկնել, ասաց, որ գիտնականին պետք է տալ այնքան, ինչքան նա պահանջում է, եւ փոխարենը նրանից ոչինչ չպահանջել, որովհետեւ գիտությամբ զբաղվելը դա ըստ էության, այո, վիճակ է, որը չես կարող նույնիսկ պլանավորել, ասենք թե երբ արդյունք կունենաս, ինչպիսի արդյունք կունենաս, այնքան դու գիտնականին պետք է բավարարես, որպեսզի նա ուրիշ բանի մասին էլ չմտածի։ Ցավոք սրտի Հայաստանում այդ վիճակը մենք չունենք, արդեն քանի տարի է, եւ բոլոր մարդիկ, որոնք գիտությամբ են զբաղվում, ստիպված նաեւ օրինակ ժամեր են վերցնում, որպեսզի դասավանդեն, հետո ինչպես ասացիք, օրինակ դիմորդների հետ պարապեն, տարբեր տեղերից ինչ որ բաներ անեն, կամ ընտանիքի հոգսը հոգում են, երբ որ ընտանիքի մյուս անդամները ուրիշ միտեղ պիտի աշխատեն, որպեսզի իր հոգսերը հոգան, որպեսզի ինքը իր սիրած զբաղմունքով զբաղվի, այսպես գիտություն չեն զարգացնում, էլի։ Եվ դա է պատճառը, որ Հայաստանի տնտեսության մեջ ըստ էության գիտությունը հետ է մղվել։ Հիմա նույնիսկ այն ձեռքբերումները, որ մեր գիտնականները ունեն, դա տնտեսության մեջ ընդհանրապես չի ներդրվում։ Եվ շատ մեծ ուրեմն խանդավառությամբ դրսի երկրները, տարբեր օտարերկրյա պետություններ գնում են հայ գիտնականների ուղեղը, դա լինում է ուղեղների արտահոսքի տեսքով կամ գիտական նորույթը նրանք կարողանում են վերցնել, նույնիսկ մեր գիտնականներին որոշակի գումարի դիմաց նրանց տանել եւ աշխատեցնել, այսպես ճակերտներում ասեմ, աշխատեցնել, բայց նրանց ուրեմն գիտական արդյունքը օգտագործել իրենց տնտեսության մեջ։ Այսպես երկար չենք կարող դիմանալ եւ դա է պատճառը, որ ես անընդհատ ասում եմ, որ Հայաստանը հատկապես վերջի 7-8 տարվա ընթացքում ընտրել է այնպիսի զարգացման ուղի, որտեղ գիտությունը եւ գիտնականը արժեվորված չի, եւ դա նշանակում է, որ Հայաստանը չի կարող այլևս դառնալ օրինակ արդյունաբերական զարգացման ուղին բռնել, այլ նա ստիպված լինելու է ծառայություններ մատուցող երկիր, լայն առումով։ Դա նշանակում է, որ նա ծառայությունները որ ոլորտում, տուրիզմի ոլորտում, թե բոլորը խոսում են, որտեղ
Տուրիզմի ոլորտում, հանրային սննդի ոլորտ, սնունդ, ռեստորաններ են, սրճարաններ են եւ այլն եւ տրանսպորտ։ Հիմա էլ անդադ խոսում են, չէ, որ այս բանը ճանապարհը բացենք, չգիտեմ, հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, որպեսզի բեռները եւ մարդիկ արևելքից արևմուտք ազատ անխոչնդոտ, ինչպես ասում են, գնան եւ գան։ Դա ինչի մասին է խոսում։ Խոսում է նրա մասին, որ որոշում կայացնողները չեն հասկանում, որ ծառայություններ մատուցող երկիր դառնալով ըստ էության դուք քո տնտեսության վրա տնտեսության զարգացման առումով որևէ բան էլ չէ, դու կախված ես լինելու այդ գնացող եկողներից, այդ հոսքերից ես կախված։ Այսինքն դա անուղղակի կերպով մեզ դնելու է ենթակայության տակ մեր արևելյան ու արևմտյան հարևան։ Իսկ այդ տնտեսական կախվածություններն է բնականաբար բերելու են քաղաքական կախվածությունների, անվտանգային կախվածությունների, այսինքն մենք գնալով մեր ոնց որ կյանքի տերը, մեր բախտի որոշողները չենք դառնալու, ավելի ու ավելի չենք դառնալու, այնպես չի որ հիմա այդպեսին ենք։ Հիմա շատ մի հատ լավ բան ասացիր, Ատոմ ջան, մի հատ կարևոր ծրագրային թեմա էլ այստեղ բացվեց այն խոսքով, որ մենք հայ մտածող ուղեղների, գիտնականների պակաս չունենք ըստ էության, խելոք ուղեղների պակաս չունենք, որոնք որ եւ Հայաստանի Հանրապետությունում կան, եւ հատկապես արտերկրում կան, Սփյուռքում ապրող, աշխատող գիտնականներ, տարբեր գիտական կազմակերպություններում, տարբեր բուհերում, աշխարհի առաջատար բուհերում մենք ունենք բարձր որակավորում ունեցող գիտնականներ եւ հնչեղ անուններ մենք ունենք։ Կարող է այստեղ պետությունը արդյոք ինչ-որ մի բան անել, ինչ-որ մի բան ասելով գիտության դիվանագիտություն կոչվածը։ Ինչ կարող է պետությունը այստեղ անել, որպեսզի այդ գիտական պոտենցիալը համախումբ ձևով լինի, տա արդյունք եւ այդ արդյունքն էլ Հայաստանակենտրոն լինի։ Այո, այս պետությունը ինչ արեց, նախ որովհետև այդպիսի սաղմեր արդեն դրվել էր, որովհետև մինչև 18 թվականը Հայաստանում ստեղծվել էր մոտ 10 տարի գործեց Սփյուռքի նախարարությունը, որը առանձին ծրագիր էր իրականացնում համահայկական ներուժի համախմբում, որը հենց միտված էր դրան, մոտավորապես նույն ձևի գիտնականների, մասնագետների ցանցեր ստեղծել, որովհետև այսօրվա աշխարհը այնպես չի, որ բոլորը միտեղ պիտի ապրեն, որպեսզի իրար հետ կարողանան շփվել եւ զարգանալ։ Բնավ այդպես չի։ Իսկ այդ ցանցային զարգացումը 21-րդ դարի տրենդն է, կարելի ասել։ Իսկ հայերը հենց դրանից պիտի օգտվեն, ոչ թե հակառակը, ինչպես հիմա արվում է, եւ այսինքն ինչ է արվում։ Սփյուռքի նախարարությունը փակում են, որովհետեւ այդքան հայրենասեր մարդում է պետք, ասենք 100 հոգի պետք է աշխատել նախարարությունում, մեկ ուրեմն հոգի կգտնենք, որը հակառակ մտածողություն ունի, նրանք կբերենք Հայաստան, կդնենք հանձնակատար եւ այդ հարցը կլուծենք, այսինքն սեպը, այո, եւ այդ սեպը կխրենք Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, այս մեկ վատ բան, սա բերում է նրան, որ Սփյուռքը եւ հատկապես գիտնականները օտարանում են, որովհետեւ Սփյուռքի ակտիվ աշխատող գիտնականների մեծ մասը նաեւ Հայաստանից գնացած են կամ Հայաստանում ունեն հարազատներ, ընկերներ, կապեր, մնացած բաները։ Հիմա ամեն կերպ խոչընդոտվում է այդ կապերը, քաղաքական մակարդակում։ Հասկանում եք, որը չի բերում այդ ներուժի համախմբմանը, որը կարող է էապես նոր մակարդակի բարձրացնել հայկական գիտությունը։ Հայագիտությունը օրինակ, չէ, որովհետև այլ որ պետությունը, եթե ոչ Հայաստանի Հանրապետությունը, պիտի հայագիտության զարգացման մասին մտածի։ Իհարկե։ Մենք պետք է այդպիսի կլաստերներ ստեղծենք, ոլորտային, դիսցիպլինար, էլի, այսպես ասած, կլաստերներ ստեղծենք։ Ֆիզիկա-մաթեմատիկական, ասենք, կլաստեր լինի, չգիտեմ, հայագիտական կլաստեր լինի, տնտեսագիտական, քաղաքագիտական, որ բոլոր մեր գիտնականները իսփյուռս աշխարհի եւ Հայաստանի Հանրապետությունում իհարկե այդ յուրաքանչյուր կլաստերի գլխին կանգնեն բարձր հեղինակություն ունեցող, համարում ունեցող մարդիկ, բայց շատ կարևոր է, որ պետությունը ստեղծի դա, պետությունը մի հատ ինչ-որ կենտրոն ունենա, թեկուզ այդ Սփյուռքի նախարարության ձևով կարող է լինել կամ այլ ինչ-որ մի հատ գիտության, դիվանագիտության տուն ունենա, որոնք որ կարողանան կազմակերպել այդ կլաստերները։ Այդ կլաստերները իրականացնեն այսպես հաշվառում, հայ գիտական մտքի հաշվառում, ինչ ունենք, որտեղ են հրատարակվում այս մարդիկ, այդ հրատարակությունների խմբագրությունների մեջ ինչ ներկայացուցիչներ ունենք։ Այսօր ադրբեջանցիները շատ հետևողական ձևով
ներդրվում են թուրքերը եւ ադրբեջանցիները տարբեր միջազգային գիտական հրատարակություններում, խմբագրական խորհուրդներում ներդրվում են։ Ու երբ որ մեր մոտից հոդված է գնում այնտեղ, ասենք, քաղաքագիտական բնույթի, միջազգային հարաբերությունների թեմով, հոդված է երբ որ գնում տպագրվելու, շատ ժամանակ այդ խմբագիրները գիտական օբյեկտիվության չափանիշները ոտնահարելով, պարզապես ելնելով իրենց ազգային, այսպես պետական շահերից, խոչընդոտում են, որ պրո-հայկական կամ օբյեկտիվ նարատիվները տարածվեն, ասենք, այդ տվյալ բաներում հանդեսներում։ Եվ այստեղ պետությունը կոնկրետ ունի անելիք, եւ սա այո ծրագրային ոնց որ կետ է, որ պետք է գիտության, դիվանագիտության կենտրոն ստեղծվի համապատասխան կլաստերներով, եւ այդտեղ մարդիկ կարող են իրականացնել արդյունքների չափելու, գիտնականների հայտնաբերելու, ինչ որ մի հատ գիտակրթական օրակարգ ստեղծելու, կոնֆերանսներ իրականացնելու այդպիսի միջոցառումներ։ Այո, լրիվ համաձայն եմ եւ այո, սա պետք է լինի նպատակաուղղված քաղաքականություն, հասկանում եք, որովհետեւ այդ ձեր ասածը, որ ադրբեջանցիները օրինակ որոշ տեղերում արդեն գրավում են, լավ համագործակցություն ունեն ուրիշ ցանցերի հետ, տարբեր բնակավարներում ընդ որում, եւ այդ համագործակցությունը օգտագործում են ի վնաս հայերի, ամբողջ աշխարհի ընդ որում, եւ ի օգուտ իրենց եւ թուրքերի, փաստորեն սա նաեւ գալիս է մեր երկրի այսօր վարվող քաղաքականությունից, որովհետեւ եթե քաղաքական մակարդակում դուք այս ստորադասում ես ադրբեջանական նարատիվներն ես վերցնում եւ փորձում ես Հայաստանի ժողովրդին հրամցնել, այդ նույն բանը ըստ էության արտապատկերում է գիտության վրա այն իրավիճակն է, ինչ որ մենք ունենք։ Տեսեք, օրինակ մենք ունենք թղթի վրա գրված այսպիսի մի բան, մինչև 2030 թվականը զարգացման ռազմավարություն, եւ որտեղ գրված է, որ Հայաստանը պետք է այնպես զարգանա մինչև 30 թվականը, որ Հայաստանի լավագույն 4 բուհերը տեղ գտնեն աշխարհի լավագույն համալսարանների 500-ի մեջ։ Դա արդեն 5-6 տարի անցել է այդ որոշումը կայացնելուց։ Հիմա ինչ է արվում այդ ուղղությամբ։ Արվում է այն, որ մինչև հիմա լավագույն այդ համալսարանների ցանկում Հայաստանից ընդգրկված է միայն մեկը, եւ այն էլ 2200-ից հետո է, QS համակարգն է վարկանիշավորման Հայաստանի, բայց ուրեմն նույն ժամանակաշրջանում Ադրբեջանը, ասեմ, նման ոչ փաստաթուղթ ունի, ոչ մի բան չունի, այսինքն թղթի վրա գրված, բայց անցած տարի 2024 թվականին ադրբեջանական 3 բարձրագույն ուսումնական հաստատություն ընդգրկված էր արդեն լավագույն 1000-ի մեջ 3-ը։ Այս տարի 2025 թվականի սրանից մի ամիս առաջ դուրս եկավ նոր վարկանիշավորման աղյուսակը, Ադրբեջանի բուհերի թիվը, Հայաստանը դեռ այդ մեկը մնաց, 1։ Հայաստանի բուհերի թիվը 3-ից աճեց դարձավ 9 մի անգամից։ Դա նշանակում է, որ նրանք հետևողական քաղաքականություն են տանում գիտության ոլորտում, որովհետև համալսարանը ընդգրկվել լավագույն այդ վարկանիշավորման աղյուսակում նշանակում է ունենալ հզոր հետազոտական բաղադրիչ, միջազգայնացում եւ այլն։ Հայաստանում որտեղ է այդ ամեն ինչը, որևէ բան չի արվում։ Հակառակն է արվում։ Համալսարանները քանդելու, կազմաքանդելու, Գիտությունների ազգային ակադեմիան կազմաքանդելու գործընթաց է հիմա ըստ էության տարվում։ Գիտությունների ազգային ակադեմիան օրենքով ստեղծված կառույց էր։ Հիմա այն դեռ կարգավիճակ չունի, շուտով կդառնա օրինակ հիմնադրամ։ Եվ այդ ամբողջ կառույցը, համակարգը, բուրգը, որ Գիտությունների ակադեմիան ուներ, ըստ էության վերանում է։ Ու պատճառը որևէ ձևով, չնայած ակադեմիայի թեման այդպես առանձին թեմա է եւ տարողունակ թեմա է եւ շատ էլ ցավալի է, որ ակադեմիկոսների շատ քչերի ձայնն է այդ կապակցությամբ լսվում, բայց որևիցե մի խելամիտ պատճառ ներկայացվել է, թե ինչու ենք այդ գիտական կազմակերպությունները հանում ակադեմիայի համակարգից եւ տանում մտցնում գերատեսչությունների կամ բուհերի մեջ, ինչ որ խելամիտ պատճառ բերվել է սրա համար։ Խելամիտ պատճառ չկա, ուղղակի ինչ որ մեկի կապրեզով է եղել։ Մեկի կապրեզ։ Վրաստանում տենց արել են, մենք էլ անենք, բայց հիմա ոնց որ վրացիները փոշմանել են։ Այո, որովհետև դա որևէ արդյունք չի տվել։ Այդ նույն տրամաբանության մեջ էր նաև երկրորդ գիտական աստիճանի ընդհանրապես վերացումը, որպեսզի գիտնականները աճելու հնարավորություն չունենան։ Սա էլ է էլի մեր թեմայի մեջ, որտեղ գիտնականը
չի նշանակում ինչ որ մի բանի հասավ եւ վերջ կանգնեց էլ, նա արդեն գիտնական է։ Նա անդադ աճելու հնարավորություն պիտի ունենա եւ դա երկրորդ գիտական աստիճաններ գիտությունների դոկտորի, որ հիմա ընդհանրապես Հայաստանում չի լինելու։ Հարգելի, սիրելի ընկերներ։ Շատ այսպես վատ վիճակում է նաև գիտության կառավարումը որպես այդպիսին, որովհետև այն մարմինը ինչ որ մենք ունենք գիտությունների ոնց է կոչվում, մի ժամանակ գիտպետկոմ էր կոչվում, հիմա կոչվում է Վարչագույն կրթության եւ գիտության կոմիտե։ Այդ կոմիտեն հիմնականում ինչով է զբաղվում, հիմնականում այդ դրամաշնորհային ծրագրեր տալու Ինչի անցած շաբաթ հայտնի դարձավ նաև նրանով, որ կոռուպցիա կա այնտեղ եւ գլխավոր քարտուղարը, աշխատակազմի ղեկավարը եւ գլխավոր հաշվապահը ձերբակալվեցին կամ այդպեսի ամեն դեպքում նրանք հիմա էլ չեն աշխատում, ինչ որ չարաշահումների մասին էին խոսում, այսինքն տեկավ նաև հասավ գիտություն, էլի, որը ասենք լավ ինչ որ բան եղել է, պետք է, բայց դա նաև ստվերում է գիտությունը, որովհետև դրանով մենք նորից արժեզրկում ենք գիտությունը, հասկանում եք։ Օրինակ եկեղեցու հետ կապված, չէ, այստեղ ուղղակի զուգահեռներ տանեմ։ Դու եկեղեցու վրա հարձակվելով ըստ էության կոնկրետ մարդու բան չես անում։ Դու անում ես ազգային արժեքի վրա հարձակումը եւ ազգային արժեքի նվաստացում։ Նույն բանը հիմա կատարվում է գիտության։ Ես ունեմ այն տպավորությունը, որ պարզապես այդպես այդ դրամաշնորհները, որ տալիս են, գիտպետկոմը, որ տալիս է դրամաշնորհների այդ ծրագրերը, զուտ հետևում են այդ տեխնիկական չափանիշները։ Այդ չափանիշներին բավարարում է, թե չի բավարարում, հանկարծ որ մի դրամ ավել պակաս, ասենք, այնտեղ չծախսվի նախատեսված ծրագրից, շեղում չլինի, այսպես ինչ որ տեխնիկական բնույթի գործունեություն է իրականացնում։ Մինչդեռ կարծում եմ, որ նորմալ իրավիճակ կլիներ, երբ որ գիտաչափական ինչ որ վիճակագրություն Բայց կներեք, դա չի խանգարում, որպեսզի այսպես ասած իշխանությանը հաջող գիտնականները ստանան է դրամաշնորհը, այո։ Դա չի խանգարում։ Մյուսներին է ուղղակի դա խանգարում, ու այնպիսի թեմաներով, որոնք, չգիտեմ, էլի ես ինձ թույլ չեմ տալիս այդպես դատողություններ անել, բայց թեմաներ կան, որ ախր արդիականության հետ ընդհանրապես կապ չունեն, բայց այդ թեմաներով մարդիկ տասնյակ միլիոնի դրամաշնորհներ են ստանում ու զուգահեռ էլի ուրիշ ծրագրերով դրամաշնորհային, ասենք մի դեպքում, չգիտեմ, կին առաջնորդների ծրագրով են ստանում, մյուս դեպքում մի հատ ուրիշ ծրագրով, այդպես դրամաշնորհներ ստանում են եւ դա մենաջան ազդում է վիճակագրության վրա։ Այո։ Որովհետեւ իրանք իրանց հաջո գիտնականներին ճակերտներում ասենք դրամաշնորհներ մեծ տալիս են եւ հետո ասում են տեսեք ինչքան գումար ենք բաշխել դա ընդհանուր վիճակագրության վրա այո մեծ թիվ է ստացվում բայց եթե գնում ես բովանդակության հետևից հասկանում ես որ դա ոչ Հայաստանին է պետք ըստ էության ոչ Հայաստանի զարգացմանն է ինչ որ ձև նպաստելու ոչ էլ գիտության զարգացման Մինչդեռ օրինակ ասենք այնպիսի ուղղություններ դե ես հիմա մի քիչ չլինելով օրինակ ասենք բնագիտական ֆիզիկա մաթեմատիկական ոլորտի մասնագետ չեմ կարող այդտեղ մանրամասն խոսել բայց այդ հումանիտար հասարակագիտական ոլորտի ներկայացուցիչ լինելով այսօր տենդենսներ կան որ Ուրարտագիտության ոլորտում, որը որ մեզ համար այդպես միշտ ուղղություն է եղել, կարևոր ուղղություն է եղել, ուրարտագիտության ոլորտում մեր դրոշակը թուրքերը մեր ձեռքից վերցնում են։ Եվ Թուրքիան է դառնում ուրարտագիտության կենտրոն ու դրա համար այդ կարևոր հանգամանքի վրա պետությունը ուշադրություն չի դարձնում գիտության այն ոլորտները, որոնք որ մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեն մեր ազգային ինքնության տեսանկյունից։ Ու մենք որ քիչ առաջ խոսեցինք, որ ադրբեջանցիներ են հրատարակվում տարբեր միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում, սա ինչով է այս հարցի կարևորությունը։ Նրանով է կարևորությունը, որ աշխարհի տարբեր երկրներում երիտասարդները ովքեր որ վաղը դառնալու են լիդերներ, նրանք որպես կանոն դուրս են գալիս կրթության ու գիտության ոլորտից, եւ երբ որ այդ կրթության ու գիտության ոլորտից դուրս եկած երիտասարդները ընթերցում են հոդվածներ ու մենագրություններ, որոնք պրոադրբեջանական նարատիվներով են գրված, նրանց մոտ պրոադրբեջանական նարատիվները նստվածք են տալիս։ Նրանք ընկալում են որպես տրված իրականություն, նրանք ընկալում են, որ Արցախը միշտ էլ եղել է Ադրբեջան, որ այնտեղ ասենք, չգիտեմ, եկեղեցիները, Գանձասարը ալբանական են, ոչ թե հայկական են։ Նրանց մոտ այսպիսի իրականություն է ձևավորվում եւ երբ որ դառնում են նրանք որոշում կայացնողներ,
այդ ամեն ինչը նրանց վրա վարքաբանական առումով ազդեցություն ունենում է։ Եվ վերադառնալով այս հարցին, գիտության ոլորտի գիտաչափության հարցին, այո, պետքա այդ տվյալ մարմինը, որը որ կառավարում է, համակարգում է, ինքը պետքա իսկապես ուսումնասիրություններ իրականացնի։ Որն է այսօրվա Հայաստանի գիտության, ասենք, զարգացման միտումները, որտեղ է զարգանում, որտեղ է թերանում, կամ ընդհանրապես աշխարհում ինչ Ինչպիսի միտումներ կան, որպեսզի այո, համահունչ ձևով Հայաստանում գիտությունը գոնե զարգանա, գիտնականներ ներգրավեն, երիտասարդանա, այո, հեղինակավոր հրատարակություններում մենք ունենանք նաև որոշումներ կայացնողներ, ցավոք սրտի այդ ուղղությամբ որևէ քայլ չի անում եւ անընդհատ հետընթաց է ապրում Հայաստանի գիտությունը, ուրեմն հրատարակած աշխատանքների թիվը իհարկե վերջին տարիներին ավելանում է Հայաստանից հրատարակած աշխատանքների թիվը, բայց դա ըստ էության հիմնականում էլի են ուղղությունները, որ տրադիցիոն Հայաստանը ուներ, օրինակ առաջին տեղում միշտ ֆիզիկան է եղել եւ հիմա ֆիզիկան մնում է, որը ըստ էության շատ մեծ ազդեցություն չունի այդ ձեր ասած մտածողության վրա, ինչպիսին օրինակ պատմությունը կարող էր ունենալ կամ հայագիտական որևէ հանդես չկա, ընդ որում հիմա մենք իրար հետ նկատենք այդ միջազգային գիտատեղեկատվական շտեմարներում ընդգրկված, չէ՞։ Սա շատ կարևոր բան է։ Օրինակ սա չկա եւ սա հենց նրա մասին է խոսում, որ պետությունը իսկապես որևէ բան չի անում այս ուղղությամբ։ Էլի ֆիզիկան լավ է, չգիտեմ, կենսաբանությունը, կենսաֆիզիկան կա, քիմիան, մնացած բաները, բայց մենք պիտի նորից ասեմ, էլի, եթե ոչ Հայաստանի Հանրապետությունը, այլ որ երկիրը պիտի հայագիտության մասին մտածի։ Էլ որ երկիրը պիտի մտածի հայալեզու գիտական պարբերական ունենալու մասին։ Հեղինակավոր։ Այո, որտեղ ոչ միայն հայաստանցիները, այլ նաև աշխարհի տարբեր երկրներից կուզենան հրատարակվել։ Այն գիտնականն էլ որ բնականաբար հայոց լեզվով չգիտի, հայոց լեզվով, բայց իր աշխատանքը կթարգմանվի հայերեն եւ կհրատարակվի մեր բարձր այդպես հեղինակություն ունեցող եւ միջազգային գիտատեղեկատվական շտեմարներում ընդգրկված հանդեսում, ինչի չունենանք մեր սեփական համակարգը։ Նայեք, շատերը հենց խոսում են այն ժամանակ Մեսրոպ Մաշտոցի արած մեծ գործը հենց այն էր, որ նա հայերենը դարձեց ըստ էության տվյալ ժամանակի գիտության լեզու, չէ՞, որովհետեւ այն ժամանակ հիմնականում ուսումնասիրվում էր հենց Աստվածաշունչը։ Եվ ամբողջ միջին դարերում առաջին համալսարանները հենց եկեղեցու ներքո են ստեղծվել եւ գոյություն ունեցել, իսկ հիմա մենք հետ ենք գնում։ Այսինքն հայերենը երկրորդ պլան ենք թողում եւ այո, շատ կարեւոր դիտարկում էր Ատոմ ջան, շատ կարեւոր դիտարկում էր, արժե մի անգամ էլ այս մասին եւս մեկ անգամ հիշեցնել, որպեսզի ավելի պարզ լինի։ Մաշտոցը, երբ որ Այբուբենը ստեղծվեց, այն ժամանակվա աշխարհի առաջատար երկիրը իրականությունը, հունական իրականությունն էր, որտեղ որ փիլիսոփայություն կար, փիլիսոփայական հանճարեղ աշխատանքներ էին հրատարակվում եւ մեր թարգմանիչները, ովքեր որ Աստվածաշունչն էին ուսումնասիրում եւ թարգմանում, բայց Աստվածաշնչի հետ մեկտեղ նաեւ հենց հունական աշխարհի այդ կարևոր այդ գիտական ձեռքբերումները, Պլատոնի ուսմունքը, այդ ամեն ինչը թարգմանվում էր եւ դառնում էր մեր սեփականությունը, դա նպաստում էր մտածողության փոփոխության եւ մենք այսպես կտրուկ զարգացում էինք ունենում։ Համենայն դեպս մեր եկեղեցիներում գտնվող մարդկանց սպասավորները իրենց մոտ մտածողություն էր փոխվում, էթիկա էր փոխվում, այս ամեն ինչը շատ կարևոր է։ Եվ հիմա այդ նույն բանը հիմա մի քիչ ուրիշ ձևերով, որ այո, աշխարհի քաղաքակրթային լավագույն ձեռքբերումները մենք պետք է տեղայնացնենք, վերցնենք մեզ նաև այդպիսի մեր հայկական գիտական հանդեսների հեղինակությունը բարձրացնելով, որովհետև շատ ժամանակ գիտնականների ատեստավորումը, գիտնականների գնահատումը զուտ քանակական ինչ-որ չափանիշներով է տեղի ունենում։ ՄԳՇ-ում քանի ընդգրկված հանդեսում քանի հոդված ունես։ Ու անկախ նրանից այդ ՄԳՇ-ի միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի, այսպես ասեմ, որովհետև գիտնականները ավելի լավ կհասկանան, այդ շտեմարներում ընդգրկված հանդեսներում արդյոք այդ հանդեսը բարձր ազդեցություն ունի, թե ցածր ազդեցություն ունի, սա էլ է շատ կարևոր։ Առանց դա հաշվի առնելու մարդիկ կարող են օրինակ այդպես հավաքվել համահեղինակության կարգով, գնալ ինչ որ մի հատ միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում, նույնիսկ կան շատ վճարովի շտեմարաններ, այդպիսի հանդեսներ։ Փողը տան, տպագրվեն ու վերջ, այդ իրենց ատեստավորման հարցը լուծեն։ Բայց դա որևէ մեկ պետք չի հաստատ։
պետք չի նաև այն տեսանկյունից, որովհետև այդ հանդեսի ազդեցությունը բարձր չի։ Այո։ Եվ այստեղ է հենց որ նույն այդ գիտպետկոմը, հա, Բարսագնության գիտության կոմիտեին, եթե օրինակ ասենք ֆունկցիոնալ առումով ավելի լավ գործի, ինքը պետքա ներքին ձևով մի հատ հաշվառում իրականացնի բոլոր այն հանդեսները, որոնք որ ունեն ազդեցության բարձր գործակից, նաև այդ ազդեցության հանգամանքը պետք է մտնի, եթե այդպես ենք նայում։ Անշուշտ, ուղղակի այստեղ ես մի դիտարկում կուզենամ անել եւ սրա վրա ուշադրություն հրավիրել, երբ որ մենք խոսում ենք գիտությունից, խոսում ենք նախարարությունը, որը զբաղվում է դրանով, գիտության այդ բարձրագույն կրթության կոմիտեն, մեր թիրախը բնավ այդ կառույցները չեն։ Մեր թիրախը ավելի բարձր մակարդակում նստած որոշում կայացնողներն են, որովհետև դու կարող ես ունենալ շատ լավ մարդիկ, որոնք աշխատում են օրինակ հենց նույն այդ կոմիտեում, բայց նրանք չկարողանան իրականացնել այն քաղաքականությունը, որը պետք է որ նրանց ասվեր ավելի վերևից։ Այսինքն մեր խնդիրը եկեք բաց ասենք, մեր խնդիրը ուրեմն լավագույն մասնագետներին ներգրավել նաև գիտության ոլորտում, գիտության կառավարման ոլորտում որոշումների կայացման գործընթացում։ Եվ դա կարելի է անել շատ հեշտությամբ Հայաստանում քաղաքական իշխանությունը փոխելու միջոցով։ Սա է ամենակարճ ուղին, ոչ թե այդքան գիտնականների հետ աշխատել, որովհետև գիտնականները մեզնից նաև դա են սպասում։ Գիտնականները սպասում են, որպեսզի պետությունը ասի իր առաջնահերթությունները եւ ճակերտներում ասեն կոնկրետ պատվերներ տա գիտնականներին։ Նորից ենք ասում, սա պետական պատվերի մասին է։ Պետության զարգացմանը նպաստող պատվերներ։ Մեծ սիրով բոլոր գիտնականները կներգրավվեն այդ գործընթացում։ Եվ օգտվելով նաև առիթից բոլոր այն մեր գիտնական գործընկերները, ովքեր որ մեզ նայում են, լսում են, մենք այստեղ փաստացի ծրագրային զրույց ենք անում։ Մենք այստեղ խնդիրներ ենք վերհանում մեր կոգնիտիվ հնարավորությունների սահմաններում եւ լուծումներ ենք մատնանշում, մենք շատ ուրախ կլինենք այդ հետադարձ կապին, որպեսզի մեզ հետ զրուցեն եւ ասեն, այ ձեր մոտեցումներում ինչն է ճիշտ, ինչը այդքան գուցե լավ չի Եվ ավելի լավ է ներգրավվեն։ Եվ ավելի լավ է բնականաբար ներգրավվեն։ Ոչ թե ինչ որ բան ասել, հետո ռեակցիա ստանալն է, այլ մեր խնդիրը նաև բոլոր մարդկանց, որոնք մտահոգ են, որոնք ինչ որ ասելիք ունեն եւ անելիք ունեն, նրանք եւս ներգրավեն process-ում, որովհետեւ այդպես է ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը ազդեցություն է ունենում եւ արդյունք է տալիս, երբ որ նա լիարժեք օգտագործում է, այդ թվում նաև գիտության մեջ։ Եվ որպեսզի իհարկե մենք էլ կարողանանք ունենալ իրատեսական, շատ ավելի իրատեսական ծրագիր հասարակությանը եւ հասարակության մեր այն հատվածին, որը գիտության հետ կապ ունի, շատ ավելի իրատեսական եւ իր իրական խնդիրներից բխող ծրագիր կարողանանք ներկայացնել, մանավանդ հաշվի առնելով, որ մենք հայակվեն այդ առումով ակադեմիականության առումով առանձնացող կառույց մի փոքր գնահատենք մեր վարչության անդամների կեսը գիտությունների թեկնածուներ։ Այո, գիտական աստիճան ունեն։ Հիմա հեռուստադիտողները կհարցնեն, բա որ ես առաջարկ ունենամ ում ասեմ, ուրեմն դա շատ հեշտ է անել։ Ուրեմն պետք է գնալ Հայակվեի էլեկտրոնային կայքը hayakve.am, չէ՞, եկեք էլ ասեմ։ Բացի դրանից Հայակվեն ունի ոչ միայն Երևանում այդպիսի հնարավորություն, որտեղ կարելի է այցելել, այլ մարզերում 10 գրասենյակ։ Այո, 10 գրասենյակ մարզերում։ Դուք սիրով կարող եք նաև մոտենալ Հայակվեի գրասենյակներին, ձեր մտահոգությունները եւ ոչ միայն այս թեմաներով, ինչ թեմաները որ ձեզ հետաքրքրում են եւ մեզ համար կարևոր է, որպեսզի դուք ներգրավվեք այդ աշխատանքներում։ Ամեն մեկը իր մասով, ամեն մեկը իր չափով։ Եվ քանի որ նաև մարզերից խոսք գնաց, իհարկե գիտության թեմայով շատ թեմաներ կան խոսելու, շատ խնդիրներ կան, բայց մի կարևոր բան էլ կա։ Այսօր ցավոք սրտի շարունակվում է տենդենսը գիտությունը գերկենտրոնացնելու մի վայրում։ Այսօր դա Երևան քաղաքն է, իսկ բարձրագույն կրթության գիտության մասին օրենքը ընդունումից հետո մանավանդ երբ որ գիտական կազմակերպությունները կգան կմտնեն բուհերի մեջ, իսկ բուհերն է կենտրոնացնելու են ակադեմիական քաղաքում, ամբողջ գիտությունը գերկենտրոնացվելու է մի վայրում, դա ընդհանուր առմամբ չի համապատասխանում երկրի համաչափ զարգացման այդ հռչակված սահմանադրական մոտեցմանը չի համապատասխանում։ Եվ մենք օրինակ ասում ենք, որ ապակենտրոնացնելու ենք գիտությունը, մենք խրախուսելու ենք եւ բարձրագույն կրթությունը
եւ բնականաբար նաեւ գիտությունը մարզերում եւ այդ գիտության ոլորտների զարգացումը շատ հանգիստ կարելի է կապել տվյալ տարածաշրջանի, տվյալ մարզի բնակլիմայական, պատմաշխարհագրական այդ եւ պայմանների ու զարգացման ուղղությունների հետ, օրինակ ասենք Սյունիքում, որտեղ որ զարգացած է Լեռնարդյունաբերությունը, արդյունաբերությունը, այո, այստեղ օրինակ ասենք երկրաբանական, ասենք գիտություններ զարգացնելու պոտենցիալ կա։ Եթե Տավուշում ասենք զարգացած է գյուղատնտեսական ուղղությունները կամ անասնապահությունը, այստեղ նույնպես։ Եվ գիտեք, մի բան էլ ասենք, որպեսզի բոլորը իմանան, մենք այնպես ձեռքերը նստած ցալած չենք նստում, նաև այդ օրենքի հետ կապված։ Եկեք ասենք, որ մենք նախաձեռնել ենք օրենքի հակասահմանադրականության ճանաչման գործընթաց եւ հետեւողական ենք լինելու, որովհետեւ այն օրենքը, որը կոչվում է բարձրագույն կրթության եւ գիտության, այնտեղ կան բազմաթիվ բացթողումներ եւ դա բնավ չի նպաստելու Հայաստանում գիտության զարգացմանը եւ կան շատ հակասություններ Հայաստանի գործող սահմանադրությանը։ Եվ մենք իհարկե առաջին քայլը արեցինք Հայաստանի գործող նախագահին դիմեցինք, որպեսզի նա չստորագրեր, որովհետև նա այդ իրավունքը ուներ։ Եվ հետո մեզ պատասխանեց, որ ցավոք ստորագրել է։ Այսպեսի գիտության վիճակ ունենք, էլ ինքն էլ է դեպ գիտական աստիճան ունի, վերջերս էր պաշտպանել։ Ուրեմն այո, ասում եմ, մեզ մի ամիս սպասեցնելուց հետո ասեցին, վայ, բա ոնց եղավ, մենք արդեն նախագահը ստորագրել է, բայց քանի որ այլ մեխանիզմ էլ կա եւ դա падգամավորների ստորագրությամբ 1/5-ի ստորագրությամբ սահմանադրական դատարան դիմելն է, մենք հետեւողական ենք լինելու եւ առաջիկայում այդ ուղղով ենք գնալու, աշխատելու ենք այնպես անել, որ Հայաստանի գիտության զարգացման խոչընդոտները վերացնենք, այդ թվում նաեւ այս օրենքը, որը հիմա ուժի մեջ է մտել։ Եվ մենք իհարկե դեռ շատ ասելիքներ ունենք եւ էլի առիթներ կլինի, կհանդիպենք եւ ծրագրային մեր մտորումները, որոնք որ ծրագրերի ենք վերածում, կհաղորդակցենք մեր հայրենակիցների հետ, մեր գիտնական գործընկերների հետ, բայց այսօր այսքանով սահմանափակվենք, կարծում եմ, որ վատ չաշխատեցինք, շատ շնորհակալություն Շնորհակալություն եւ հաջողություն։